Պատկերացեք, որ վաղը արթնանում եք եւ ձեր բանկային հաշիվը սառեցված է, ձեր վարկային քարտերը չեն աշխատում, դուք չեք կարող մթերք գնել, չեք կարող վարձը վճարել։ Աճարը դուք հրաժարվում եք նշան ընդունել։ Սա գիտաֆանտաստիկա չէ, սա հայտնություն է։ Գլուխ 13. Մարգարեություն, որը գրվել է 2000 տարի առաջ եւ նկարագրում է այնպիսի բարդ, այնպիսի տոտալիտար համակարգ, որ ոչ ոք չէր կարող գնել կամ վաճառել առանց հավատարմության նշանի։ Դարեր շարունակ սա անհնար էր թվում, բայց այսօր գոյություն ունի տեխնոլոգիա, որը կարող է հետևել յուրաքանչյուր գործարքի, նույնականացնել յուրաքանչյուր անձի, վերահսկել յուրաքանչյուր գնում։ Այն արդեն գործում է։ Այն տարածվում է, այնինչ Աստվածաշունչը կանխատեսել էր, աշխարհն այժմ կառուցում է, այնինչ երբևէ թվում էր հնագույն խորհրդանիշ, դառնում է ժամանակակից իրականություն։ Եվ յուրաքանչյուր հավատացյալի առաջ կանգնած հարցն այլևս այն չէ, արդյոք սա տեղի կունենա։ Հարցն այն է, ինչ եք անելու, երբ դա տեղի ունենա։ Այս ֆիլմի ավարտին դուք հստակ կհասկանաք, թե ինչ է նշանակում գազանի նշանը, ինչպես է համակարգն արդեն ձևավորվում եւ ինչու։ Ձեր պատրաստությունը պետք է սկսվի հենց հիմա, ոչ թե այն ժամանակ, երբ ընտրությունը ձեզ վրա կպարտադրվի։ Գրեթե 2000 տարի առաջ մի ծեր առաքյալ Հովանես անունով աքսորված նստած էր Պատմոս կոչվող ժայռոտ կղզում։ Նրան վտարել էին ավետարանը քարոզելու համար, կտրել էին աշխալից, իրեն սիրելի եկեղեցիներից եւ թողել էին լռության մեջ մահանալու։ Բայց այդ անմարդաբնակ կղզու ինչ որ արտասովոր բան տեղի ունեցավ։ Երկինքները բացվեցին եւ Հովանեսը տեսավ ամեն ինչի վերջը։ Նա տեսավ կայսրությունների վերելքն ու անկումը, հրեշտակների ու դևերի միջև տիեզերական պատերազմ, գահեր ու դատաստաններ եւ մարդկության վերջնական ճակատագիրը։ Բայց այս բոլոր տեսիլքների մեջ մի պատկեր նրան ավելի էր հալածում, քան մյուսները։ Մի նշան, մի թիվ, վերահսկման մի համակարգ, այնքան ամբողջական, այնքան համապարփակ, որ երկրի վրա ոչ ոք չէր կարող փախչել դրանից։ Հովանեսը գրի առավայն ինչ տեսավ հայտնության 13-րդ գլխում։ Նա ստիպում է բոլորին, թե փոքրերին, թե մեծերին, թե հարուստներին, թե աղքատներին, թե ազատներին, թե ստրուկներին, որ նշան ընդունեն իրենց աջ ձեռքի վրա կամ ճակատին, եւ որ ոչ ոք չկարողանա գնել կամ վաճառել, բացի նրանից, ով ունի գազանի նշանը կամ նրա անունը, կամ նրա անվան թիվը։ Նա թիվը 666 է։ Դարեր շարունակ հավատացյալները այս խոսքերը կարդացել են հիացմունքով ու շփոթությամբ։ Ինչ տեսակի նշան կարող էր վերահսկել ողջ մարդկությանը։ Ինչպես կարող էր մեկ համակարգ որոշել, թե ով կարող է գնել կամ վաճառել։ Այդ տեխնոլոգիան գոյություն չուներ։ Այդ գաղափարը անհնարին էր թվում, բայց Հովանեսը գեղարվեստական գրականություն չէր գրում։ Նա մարգարեություն էր արձանագրում։ Եվ մարգարեությունը երբեք չի ձախողվում։ Եբրայական ընկալմամբ թվերը խոր իմաստ ունեն։ 7-ը խորհրդանշում է աստվածային կատարելությունը, Աստծո ամբողջականությունը։ 6-ը փերիա։ Մարդու թիվը ստեղծված 6-րդ օրը միշտ ձգտում է, բայց երբեք չի հասնում։ Երբ այդ թերությունը կրկնվում է 3 անգամ 6, այն դառնում է ծայրահեղ ապստամբության խորհրդանիշ։ Մարդը փորձում է լինել Աստված կառուցելով մի համակարգ, որը նմանակում է աստվածային ուժը, բայց մերժում է աստվածային իշխանությունը։ Այդ ապստամբությունը չի սկսվել վերջին ժամանակներում։ Այն սկսվեց Եդեմում, երբ օձը շշնջաց իր առաջին խաբեությունը։ Աստված իսկապես տենց ասաց։ Այդ հարցը հնչել է յուրաքանչյուր սերնդի մեջ, յուրաքանչյուր մեղքի արմատը, յուրաքանչյուր ապստամբության սերմը։ Եդեմից հետո եկավ Բաբելը, մարդկությունը հավաքվեց ու ասաց. «Եկեք աշտարակ կառուցենք, որ հասնի երկինքներին եւ անուն ստեղծենք մեզ համար»։ Դա հպարտություն էր, որը ներկայացվում էր որպես առաջընթաց։ Աստված ցրեց նրանց։ Հետո եկավ Բաբելոնը կայսրությունը, որը ստրկացրեց, նվաճեց եւ ապականեց։ Բաբելոնը պարզապես քաղաք չէր, դա մի համակարգ էր մարդու ոգին, որը իշխում է առանց Աստծո, եւ իր տեսիլքում Հովանեսը տեսավ այդ ոգու վերադարձը ոչ թե որպես հին Բաբելոն, այլ որպես վերջնական համաշխարհային կարգ խորթավոր Բաբելոն, մեծը, գարշելիքների մայրը։ Դա մի համակարգ է, որը միավորում է քաղաքականությունը, տնտեսությունը եւ կրոնը մեկ իշխանության տակ։ Մի համակարգ, որը պահանջում է հավատարմություն, մի համակարգ, որը նշում է այս աշխարհի հավատարիմներին եւ բացառում է Աստծո հավատարիմներին։ 2000 տարի այս մարգարեությունը սպասում էր, կայսրություններն աճեցին ու անկում ապրեցին, բայց այն ենթակառուցվածքը, որը կկարողանար իրականացնել սա, գոյություն չուներ մինչև հիմա։
Այսօր մարդկության պատմության մեջ առաջի անգամ բոլոր բաղադրիչները իրենց տեղում են։ Թվային արժույթներ, կենսաչափական նույնականացումներ, համաշխարհային վերահսկողություն եւ կենտրոնացված կառավարում յուրաքանչյուր ֆինանսական գործարքի վրա։ Հովանեսի տեսած համակարգն այլևս անհնար չէ։ Դա անխուսափելի է եւ Բաբելոնի ոգին կրկին բարձրանում է հագնված ոչ թե հնագույն հանդերձներով, այլ առաջընթացի, անվտանգության եւ հարմարության լեզվով։ Նշանը գալիս է եւ այն չարության տեսքով չի հայտնվի։ Այն կհայտնվի որպես այն լուծումը, որի համար մարդկությունը սպասել է։ Մարգարեությունը դիմել զգուշացումը տրմեներ։ Եվ 2000 տարի այն թվում էր որպես անհնարին տեսիլք հեռավոր ապագայից։ Բայց ինչ-որ բան փոխվել է։ Այսօր դու ապրում ես մի աշխարհում, որը քո պապիկների աշխարհը չէ։ Դա նույնիսկ 10 տարի առաջվա աշխարհը չէ։ Տեխնոլոգիան զարգացել է միհի, արագությամբ, որը մարդկությունը երբեք չի տեսել, եւ այդ արագացման հետ գալիս է մի բան, որը մարդկարեներն ակնհայտորեն տեսել էին յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր գործարքի, երկրի վրա յուրաքանչյուր շարժման վերահսկելու կարողությունը։ Գազանի նշանի ենթակառուցվածքը դեռ չի գալիս։ Այն արդեն ստեղ է։ Մտածիր, թե ինչ է տեղի ունենում հենց հիմա ամբողջ աշխարհում։ Կառավարությունները ներդնում են կենտրոնական բանկի թվային արժույթներ, CBDC-ներ։ Դրանք նման չեն քո դրամապանակի թղթադրամներին։ Դրանք ծրագրավորվող են, հետագծելի, վերահսկելի։ Քո ծախսած յուրաքանչյուր դոլարը կարող է վերահսկվել։ Քո կատարած յուրաքանչյուր գնում կարող է արձանագրվել։ Եվ եթե իշխանությունները որոշեն, որ դու սպառնալիք ես, ընդդիմադիր կամ պարզապես չես ենթարկվում, կարող են մեկ կոճակի սեղմումով սարեցնել քո հասանելիությունը։ Չինաստանը արդեն ներդրել է այս համակարգը։ Դրանց թվային յուանը լիովին գործում է եւ անմիջականորեն կապված է սոցիալական վարկանիշի հետ։ Եթե չափից շատ ալկոհոլ գնես, քո վարկանիշը իջնում է, եթե սխալ եկեղեցի հաճախես, քո վարկանիշը իջնում է, եթե ինտերնետում խոսես կառավարության դեմ, քո ճանապարհորդելու, աշխատելու, գնելու եւ վաճառելու հնարավորությունները սահմանափակվում են։ Սա տեսական չէ, սա իրականություն է։ Եվ դա տարածվում է Եվրոպայում Եվրոպական կենտրոնական բանկը մշակում է իր սեփական թվային եվրոն։ Ամերիկայում դաշնային պահուստային համակարգը բացահայտ քննարկել է թվային դոլարի գաղափարը։ Աշխարհի ամենահզոր էլիտաների կազմակերպությունը համաշխարհային տնտեսական ֆորումը հայտարարել է, որ մինչև 2030 թվականը դու ոչինչ չես ունենալու եւ երջանիկ ես լինելու։ Նրանք աղքատության մասին չեն խոսում։ Նրանք վերահսկողության մասին են խոսում։ Մի աշխարհ, որտեղ դի չես տիրապետում քո փողին, ունեցվածքին, նույնիսկ քո ինքնությանը։ Մի աշխարհ, որտեղ ամեն ինչի հասանելիությունը տրվում կամ մերժվում է, կախված քո ենթարկվելու աստիճանից։ Իսկ ենթարկվել ինչին։ Համակարգին, իշխանությանը, նշանին։ Սա միայն տնտեսության մասին չէ։ Սա ենթարկվելու մասին է։ Կենսաչափական նույնականացումը նույնպես կայծակնային արագությամբ է զարգանում։ Դեմքի ճանաչման տեսախցիկները տեղադրված են յուրաքանչյուր խոշոր քաղաքում։ Մատնահետքերի սկաներները կան յուրաքանչյուր սմարթֆոնում։ Տիատանաթաղանթի սկաներներ, ձայնի ճանաչում, ԴՆԹ բազաներ։ Այս ամբողջ տեխնոլոգիան արդեն գոյություն ունի եւ ակտիվորեն ներդրվում է։ Որոշ երկրներում արդեն հնարավոր չէ ինքնաթիռ նստել, պետական շենք մտնել կամ բանկային հաշվի մուտք գործել առանց կենսաչափական հաստատման։ Քո մարմինն է դառնում քո ինքնությունը։ Քո ինքնությունը թվայնացվում է, եւ երբ քո ֆիզիկական մարմինը կապվում է թվային համակարգին, վերահսկողությունը դառնում է բացարձակ։ Արհեստական բանականությունը հետևում է։ Այն սովորում է քո սովորությունները, վարքագիծը, համոզմունքները, այն գիտի ինչ ես որոնում, ինչ ես գնում, ում հետ ես խոսում, որտեղ ես գնում։ Ալգորիթմները արդեն օգտագործվում են մարդկանց որպես հնարավոր սպառնալիք նշելու համար, ելնելով նրանց առցանց ակտիվությունից։ Սոցիալական մեդիայի հարթակները գրաքնդում են խոսքը, որը վտանգավոր են համարում։ Բանկերը փակում են այն մարդկանց հաշիվները, որոնց քաղաքական հայացքները չեն համընկնում հաստատված նարատիվի հետ։ Սա սկիզբն է։ Դանիել Մարգարեն տեսել էր այս պահը դարեր առաջ, մինչ Հովհաննեսը կգրեր հայտնությունը։ Նա տեսել էր մի իշխանի, ով պիտի հայտնվեր վերջին օրերին, եւ Դանիելը զգուշացրել էր, նա կխոսի ձեզ հետ։ Հպարտ խոսքեր Բարձրյալի դեմ։ Նա կհալածի Բարձրյալի սրբերին եւ կձգտի փոխել ժամանակներն ու օրենքը։ Փոխել ժամանակներն ու օրենքը։ Մտածեք այդ մասին։ Այս համակարգը միայն ձեր ֆինանսները չի վերահսկի, այն վերաշարադրելու է բարոյականությունը։ Այն վերասահմանելու է ճշմարտությունը։
Այն ձեզ կասի ինչնա ճիշտ եւ սխալ, ինչնա ընդունելի եւ արգելված, եւ նրանք, ովքեր կհրաժարվեն ենթարկվել, կնշվեն որպես ծայրահեղականներ, հասարակության համար վտանգավորներ, ընդհանուր բարօրության սպառնալիքներ։ Պատմության մեջ առաջին անգամ գնման եւ վաճառքի վերահսկողությունը ոչ միայն հնարավոր է, այլ գրեթե պատրաստ է։ Տեխնոլոգիան արդեն գոյություն ունի։ Համակարգերը փորձարկվում են, պատմությունն ուղղորդվում է եւ այս ամենը ներկայացվում է որպես առաջընթաց։ Ինչ վերաբերում անվտանգությանը, հարմարությանը, ձեզ կսեն, որ թվային արժույթը կանխում է հանցագործությունը, որ կենսաչափական անձնագրերը կանգնեցնում են ահաբեկչությունը, որ արհեստական բանականության վերահսկողությունը ապահովում է ձեր անվտանգությունը, որ կենտրոնացված վերահսկողությունը պաշտպանում է խոցելիներին, եւ մարդկանց մեծ մասը կհավատա դրան, մարդկանց մեծ մասը կընդունի դա, որովհետեւ նշանը չի գալիս որպես եղջյուրներով ու ժանիքներով հրեշ, այն գալիս է որպես լուծում, այն գալիս է ժպիտով, այն գալիս է փաթաթված անվտանգության, հավասարության եւ ընդհանուր բարօրության լեզվով, բայց մակերեսի տակ դա նույն հին ոգին է, Բաբելոնի ոգին, ապստամբության ոգին, այն ոգին, որ ասում է մեզ Աստված պետք չէ։ Մենք կարող ենք մեր սեփական թագավորությունը կառուցել, եւ նրանք, ովքեր կհրաժարվեն, խոնարհվեն, դուրս կմղվեն, ինչպես հայտնությունը զգուշացրել է, ինչպես մարգարեությունը հայտարարել է, համակարգը բարձրանում է եւ ընտրության պահը մոտենում է։ Գազանի նշանը պարզապես տեխնոլոգիական սարք չէ։ Դա պարզապես միկրոչիպ, շտրիխկոդ կամ թվային անձնագիր չէ։ Դրանք ընդհանրապես մեխանիզմներ են։ Նշանի իրականությունը շատ ավելի խորն է, շատ ավելի կարևոր եւ շատ ավելի հավիտենական է։ Նշանը երկրպագության հայտարարություն է, դա հավատարմության ընտրություն է, դա մարդկության պատմության ամենահին հարցի պատասխանն է, ում է ծառայելու։ Ամբողջ Սուրբ գրքում Աստված միշտ նշանել է իր ժողովրդին։ Հայտնության 7-րդ գլխում Հովհաննեսը տեսավ մի հրեշտակի, որ արևելքից էր բարձրանում եւ ուներ կենդանի Աստծո կնիքը։ Եվ հրեշտակը բարձր ձայնով աղաղակեց ասելով. «Մի վնասեք երկիրը, ծովը կամ ծառերը, մինչև որ մեր Աստծո ծառաներին կնիք չդնենք նրանց ճակատներին»։ Աստծո կնիքը ֆիզիկական չէ, այն հոգևոր է։ Այն ներկայացնում է պատկանելություն, պաշտպանություն եւ սեփականություն։ Նրանք, ովքեր կրում են Աստծո կնիքը, ընտրել են նրան որպես իրենց Տեր։ Նրանք իրենց կյանքը, կամքը եւ երկրպագությունը հանձնել են ստեղծողին եւ փոխարենը նա նշում է նրանց որպես իրենը։ Գազանի նշանը կեղծ է։ Այն սատանայի նմանակումն է Աստուծո կնիքի։ Ինչպես Աստված նշում է իր հավատարիմներին, այլպես էլ թշնամին փորձում է նշանել իր հետևորդներին։ Բայց այս նշանը փրկություն չի բերու։ Այն բերում է դատապարտություն։ Այն չի ներկայացնում ազատություն, այն ներկայացնում է ստրկություն։ Եվ նրանք, ովքեր ընդունում են այն, չեն ընտրում հարմարավետություն կամ գոյատևում։ Նրանք ընտրում են Տիրոջ։ Նրանք խոնարհվում են Գազանի առաջ։ Նրանք հայտարարում են, որ իրենց վերջնական հավատարմությունը պատկանում է ոչ թե երկնքի Աստծուն, այլ մարդու համակարգին։ Սա նոր փորձություն չէ։ Մարդկությունը այս ընտրության առաջ արդեն կանգնել է։ Դանիելի գրքում մենք կարդում ենք 3 երիտասարդների՝ Շադրաքի, Մեշակի եւ Աբեդնագոյի պատմությունը։ Նրանք ապրում էին Բաբելոնում օտար կայսրությունում, այդ կայսրությունը նվաճել էր նրանց ազգը եւ նրանց տարել աքսոր։ Նաբուգոդոնոսոր թագավորը կանգնեցրեց ոսկե արձան 90 ոտնաչափ բարձրությամբ եւ հրամայեց, որ թագավորության բոլոր մարդիկ խոնարհվեն ու երկրպագեն դրան։ Հրամանը բացարձակ էր։ Երբ երաշտությունը հնչում էր, յուրաքանչյուր մարդ անկախ դիրքից, հարստությունից կամ հավատքից պարտավոր էր երեսն ի վար ընկնալ արձանի առաջ, եւ ով հրաժարվում էր, նրան նետում էին բոցավառ վարարան։ Ճնշումը ահռելի էր։ Բոլորը հետևում էին։ Բոլորը խոնարհվում էին։ Հետևանքները մահացու էին։ Բայց Շադրաքը, Մեշակը եւ Աբեդնագոն հրաժարվեցին։ Նրանք կանգնած մնացին, մինչ աշխարհը իրենց շուրջը ծնկի էր գալիս։ Եվ երբ նրանց բերեցին թագավորի առաջ ու տվեցին վերջին հնարավորությունը ենթարկվելու, նրանք պատասխանեցին խոսքերով, որոնք հնչում են հավերժության մեջ։ Ով Նաբուգոդոնոսոր, այս հարցում մենք կարիք չունենք քեզ պատասխանելու։ Եթե այդպես է, մեր Աստվածը, որին մենք ծառայում ենք, կարող է մեզ փրկել բոցավառ վարարանից, եւ նա կփրկի մեզ քո ձեռքից, ով է թագավոր։ Բայց եթե ոչ, թող հայտնի լինի քեզ, ով թագավոր, որ մենք չենք ծառայում քո աստվածներին եւ չենք երկրպագի այն ոսկի արձանին, որ դու կանգնեցրել ես։ Դու նկատեցի իրադ։
բայց եթե ոչ, նույնիսկ եթե Աստված նրանց չփրկեր, նույնիսկ եթե նրանք այրվեն, նույնիսկ եթե իրենց հավատարմությունը նրանց մահվան տաներ, նրանք չէին ծնկի գա, որովհետև նրանց հավատարմությունը պայմանական չէր։ Նրանց երկրպագությունը բանակցելի չէր։ Նրանք հասկացել էին մի բան, որը շատերը այսօր մոռացել են։ Կամ բաներ, որոնց համար արժե մահանալ, եւ Աստծուն երկրպագելը դրանցից մեկն է։ Նույն փորձությունը կրկին գալու է։ Պատկերը փոխվել է։ Թագավորը հիմա ուրիշ անուն ունի։ Արձանը հիմա համակարգադարձել, բայց հարցը նույնն է մնում։ Դու ծնկի կգաս։ Աշխարհը քեզ կսի, որ դա պարզապես ձևականություն է, պարզապես պահանջ է, պարզապես անհրաժեշտություն հասարակության մեջ մասնակցելու համար։ Նրանք կասեն, որ կարող ես նշանը վերցնել եւ միևնույն է հավատալ սրտումդ։ Նրանք կասեն, Աստված հասկանում է։ Նրանք կասեն, որ գոյատևելը ավելի կարևոր է, քան խորհրդանիշը։ Բայց նրանք սխալվում են։ Նշանը չեզոք չէ։ Դա մոխրագույն գոտի չէ։ Հայտնություն 14-րդ գլուխը սա սարսափելի հստակությամբ ցույց տալիս։ Եթե որևէ մեկը երկրպագի գազանին ու նրա պատկերին եւ ընդունի նրա նշանը իր ճակատին կամ ձեռքին, նա ինքը նույնպես կխմի Աստծո բարկության գինին, որը լիովին լցված է նրա զայրույթի բաժակի մեջ։ Նա կտանջվի կրակով ու ծծմբով սուրբ հրեշտակների եւ գառի ներկայությամբ։ Այստեղ ոչ մի երկիմաստություն չկա, ոչ էլ երկրորդ հնարավորություն, ոչ մի միջին ճանապարհ չկա։ Նշանը վերջնական, անշրջելի որոշում է։ Յուրաքանչյուր հավատացյալ կտանգնի ասպահի առաջ, Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդ ստիպված կլինի ընտրություն կատարել։ Համակարգը քեզ կառաջարկի ամեն ինչ անվտանգություն, մութ, ընդգրկվածություն, գոյատևում, եւ փոխարենը այն կպահանջի միայն մեկ պարզ բան՝ քո երկրպագությունը, քո հավատարմությունը, քո հոգին։ Հարցը ինչ է արդյոք սա տեղի կունենա։ Հարցը այն է, ինչ ես անելու, երբ դա տեղի ունենա։ Շարունակես կանգնել ճշմարտության կողքին, եթե դա քեզ ամեն ինչ արժենա։ Քո աշխատանքը, տունը, ընտանիքը, կյանքը, որովհետև հենց դա է լինելու գինը։ Եվ որոշում կայացնելու ժամանակը այն չէ, երբ նշանը քո առաջ է։ Որոշում կայացնելու ժամանակը հիմա է։ Նշանը չի պարտադրվի միայն բռնությամբ։ Այն կպարտադրվի անհրաժեշտության, կախվածության, դանդաղ, խեղդող գիտակցման միջոցով, որ առանց դրա դու չես կարող գոյատևել ժամանակակից աշխարհում։ Մտածիր, թե որքան փառուն է դարձել քո կյանքը։ Ամեն ինչ ունես, ամեն ինչի կարիք ունես, ամեն ինչից կախված ես, կապված է մի համակարգի հետ, որը դու չես վերահսկում։ Քո փողը քո ձեռքում չէ։ Այն պահվում է բանկի թվային հաշվեկշռում։ Քո ինքնությունը քոնը չէ, որ պաշտպանես։ Այն գոյություն ունի տվյալների բազաներում, որոնք ցրված են սերվերների վրա, որոնք երբեք չես տեսնի։ Քո աշխատելու, ճանապարհորդելու, սնունդ գնելու կարողությունը այս ամենը պահանջում է մուտք այն համակարգերին, որոնք կարող են անջատվել ընդամենը մեկ ստեղնահարվածով։ Այս կախվածությունը պատահական չէ։ Այն տարիների ընթացքում մանրակրկիտ կառուցվել, կանխիկ աստիճանաբար դուրս է մեզվում։ Ֆիզիկական ակտիվները թվայնացվում են։ Ավտոմատացումը փոխարինում է մարդկային շփումը։ Եվ հարմարության յուրաքանչյուր քայլի հետ դու մի փոքր ավելի շատ վերահսկողություն ես զիջում, մի փոքր ավելի շատ ազատություն, մի փոքր ավելի շատ ինքնուրույնություն, մինչև մի օր արթմանում ես ու հասկանում ես, որ ամբողջությամբ լիովին կախված ես համակարգից։ Եվ երբ այդ համակարգը պահանջի քո հավատարմությունը, դու այլընտրանք չես ունենա, ոչ մի պահուստային տարբերակ, ոչ մի ելք, բացի հավատքից։ Սա առաջի անգամը չէ, որ մարդկությունը նման ճգնաժամի առաջ է կանգնում։ Ծննդոց գրքում մենք կարդում ենք Եգիպտոսում Հովսեփի մասին։ Աստված նրան բարձր դիրքի հասցրեց 7 առատ տարիների ընթացքում, եւ Հովսեփը հացահատիկ էր պահեստավորում գալիք սովի համար։ Երբ սովը եկավ, այն այնքան ծանր էր, որ շրջակա ազգերից մարդիկ գալիս էին Եգիպտոս ուտելիք խնդրելու, եւ ամբողջը վերահսկվում էր փարավոնի համակարգի կողմից։ Մարդիկ իրենց գումարը տվեցին հացահատիկի դիմաց։ Երբ նրանց գումարը վերջացավ, նրանք իրենց անասուններն տվեցին։ Երբ անասուններն էլ վերջացան, նրանք իրենց հողեն տվեց, եւ վերջապես նրանք իրենց տվեցին դառնալով պետության ծառաներ, գոյատևելու դիմաց։ Հովսեփը այս համակարգը օգտագործեց կյանքը պահպանելու համար։ Նա գործեց իմաստությամբ եւ կարեկցանքով ապահովելով, որ ժողովուրդը չկորչի։ Բայց այն կառուցվածքը, որ նա ստեղծեց, բացահայտում է մի սարսափելի բան։ Երբ կառավարությունը վերահսկում է սննդի պաշարները, այն վերահսկում է ժողովրդին։
Եվ վերջին օրերին շատ ավելի չար ուժ է ունենալու այդ նույն վերահսկողությունը ոչ թե կյանքեր փրկելու, այլ երկրպագություն պահանջելու համար։ Մարգարե Եսայան դարեր առաջ զգուշացրել է այսպիսի բռնապետության մասին։ Նա գրել է. «Վայ նրանց, ովքեր անիրավ օրենքներ են սահմանում, ովքեր դժբախտություն են գրում, որ իրենք են սահմանել, որպեսզի զրկեն կարիքավորներին արդարությունից եւ խլեն իմ ժողովրդի աղքատներից նրանց իրավունքը»։ Եսայան տեսավ առաջնորդների, ովքեր օրենքներով, համակարգերով եւ հրամանագրերով կստրկացնեն անպաշտպաններին։ Եվ հենց դա է, ինչ կկատարի Գազանի նշանը։ Դա օրինական կլինի, արդարացված կլինի, կներկայացվի որպես ընդհանուր բարօրության համար անհրաժեշտ, բայց այն կզրկի քեզ ազատությունից եւ կպահանջի քո հոգին փոխարենը։ Մի օր, եւ այդ օրը շատ ավելի արագ է մոտենում, քան շատերը պատկերացնում են, դու կանգնելու ես մեկ ճակատագրական ընտրության առաջ։ Ընտրություն, որը կորոշի կարող ես արդյոք կերակրել ընտանիքդ, թե պահպանել հավատքդ։ Կկարողանես արդյոք վճարել վարձդ, թե հնազանդվել Աստծուն։ Կկարողանաս արդյոք մասնակցել հասարակական կյանքին, թե հետևել Հիսուս Քրիստոսին։ Համակարգը դա շատ հստակ կդարձնի։ Զնգիեք, եւ դու կունենաս այն ամենը, ինչ չես պետք է։ Մերժիր եւ կկորցնես այն ամենը, ինչ ունես։ Ճնշումը անտամելի կլինի։ Քո երեխաները քաղցած կլինեն, հաշիվներդ կմնան չվճարված, ընկերներդ ու ընտանիքդ կաղաչեն, որ ենթարկվես, եւ հենց այդ պահին դու պետքա որոշես ինչին ես իսկապես հավատում։ Վստահում ես Աստծուն, որ նա կապահովի քեզ, թե վստահում ես համակարգին։ Որովհետև ահա այն ճշմարտությունը, որը թշնամին չի ուզում, որ հիշես։ Աստված երբեք չի լքել իր հավատարիմներին։ Երբ Եղիան կանգնեց Բահաղի մարգարեների դեմ եւ հայտարարեց երաշտ երկրի վրա, Աստված նրան քաղցած չթողեց։ Նա ուղարկեց ագրավներ, անմաքուր թռչուններ, որսորդներ, որ ամեն առավոտ եւ ամեն երեկո նրան հաց ու միս բերեն։ Երբ արվակը չորացավ, Աստված նրան ուղարկեց մի այրի կնոջ մոտ, որի ալյուրն ու յուղը երբեք չսպարվեցին, անկախ նրանից, թե որքան օգտագործեց։ Երբ Իսրայելի որդիները 40 տարի թափառեցին անապատում առանց դաշտերի, առանց շուկաների, առանց մատակարարման շղթաների, Աստված երկնքից մանանա տեղաց։ Ամեն մի առավոտ հաց էր հայտնվում գետնին։ Ոչ այնքան որ կուտակեն, ոչ այնքան որ պահեստավորեն, պարզապես այնքան որքան անհրաժեշտ էր այդ օրվա համար։ Եվ դա երբեք չդադարեց։ 40 տարի Աստված կերակրեց միլիոնավոր մարդկանց միամայի անապատում, որտեղ ոչինչ չէր աճում։ Նշանի ուժը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է Աստծո ապահովումը։ Գազանը կարող է վերահսկել տնտեսությունը, բայց նա չի կարող վերահսկել ստեղծողին։ Նա կարող է փակել քո բանկային հաշիվը, բայց նա չի կարող փակել երկինքը։ Նա կարող է քեզ մերժել համակարգին մուտք գործելուց, բայց նա չի կարող քեզ մերժել ամենակարողին մոտենալուց։ Եվ երբ աշխարհն ասում է, որ առանց նշանի դու չես կարող գոյատևել, Աստված կփաստի, որ նրանք սխալվում են։ Նա կապահովի այնպիսի ձևերով, որոնք դու չես կարող պատկերացնել, այն մարդկանց միջոցով, ումից չէիր սպասում, այն միջոցներով, որոնք հակասում են մարդկային տրամաբանությանը։ Որովհետև նա սահմանափակված չէ մարդկային համակարգերով։ Նա այն Աստվածն է, ով բաժանում է ծովերը, բազմապատկում է հացը եւ ջուրը դարձնում գինի։ Եվ նա խոստացել է. ես երբեք քեզ չեմ թողնի եւ չեմ լքի։ Հալածանքները չեն գալիս միանգամից։ Դրանք չեն հայտարարում իրանց մասին շչակներով ու զինվորներով։ Դա սկսվում է լուր, նուրբ շշուկներով ու կողքից նայող հայացքներով, հանդուրժողականության դանդաղ սողացող քայքայմամբ, որը կարծրանում է թշնամանքի։ Եվ երբ աշխարհը դառնում է բռնի, հիմքը արդեն դրված է լինում։ Սկզբում նրանք կծաղրեն քո համոզմունքները։ Քեզ կկոչեն ծայրահեղական, նեղմտացող, ֆանատիկ։ Քո հավատքը կմերժեն որպես հնացած, անտերի, նույնիսկ վտանգավոր։ Մեդիան քեզ կներկայացնի որպես առաջընթացի սպառնալիք։ Մշակույթը քեզ կնշանակի որպես ատող, հավատալով այն ինչ Սուրբ Գիրքն է սովորեցնում, եւ նրանք, ովքեր քեզ երբևէ ընկեր էին անվանում, կհեռանան քեզնից չցանկանալով կապ ունենալ մեկի հետ, ով այդքան անզիջում է։ Հետո նրանք մեկուսացնելու են քեզ։ Դու կկորցնես հնարավորություններ քո հավատքի պատճառով։ Աշխատատուները կգտնեն պատճառներ քեզ չընդունելու համար։ Գործընկերներդ կհաղորդեն քո մասին, եթե արտահայտես հավատքդ։ Սոցիալական մեդիայի հարթակները կլարեցնեն քո ձայնը։ Բանկերը կփակեն քո հաշիվները, եւ ուղերձը պարզ կլինի. հարմարվիր կամ դուրս մնա։ Սա ենթադրություն չէ։ Սա արդեն տեղի է ովենու։ Ամբողջ աշխարհում քրիստոնյաները զրկվում են հարթակներից, եկամուտներից եւ մարժինալացվում են, որովհետեւ հրաժարվում են խոնարհվել նոր բարոյական կարգին։ Եվ սա միայն ավելի է սրվելու։
Վերջում նրանք կպահանջեն քո հավատարմությունը։ Ընտրությունը այլևս նուրբ չի լինի, այն բացահայտ կլինի։ Ընդունիր նշանը կամ կորցրու ամեն ինչ։ Պաշտիր գազանին կամ կրիր հետևանքները։ Եվ այդ հետևանքները մեղմ չեն լինելու։ Հայտնությունը սարսափելիորեն հստակ ասում է, որ նրանք, ովքեր կհրաժարվեն նշանից, կբացառվեն հասարակությունից, կվերացվեն, կձերբակալվեն եւ կսպանվեն։ Համակարգը չի անդուրժի անհամաձայնությունը։ Այն չի թույլատրի չեզոքություն։ Դու կամ կհնազանդվես, կամ կտառապես։ Բայց սա առաջի դեպքը չէ, որ Աստծո ժողովուրդը նման փորձությունների է բախվում։ Առաջին քրիստոնյաներին գցում էին առյուծների առաջ, ողջ այրում էին եւ խաչում, որովհետեւ հրաժարվում էին կեսարին պաշտելուց։ Բայց նրանք օրհներգեր էին երգում մահվան պահին, որովհետեւ գիտեին, որ իրենց տառապանքը ժամանակավոր է, իսկ պարգևը հավերժական։ Դանիելին գցեցին առյուծների գուբը, որովհետեւ նա աղոթում էր Աստծուն, ոչ թե թագավորին։ Բայց Աստված փակեց առյուծների բերանները, եւ Դանիելը դուրս եկավ անվնաս։ Էսթելը վտանգեց իր կյանքը առանց հրավերի մոտենալով թագավորին իր ժողովրդին փրկելու համար։ Նա ասաց. «Եթե պիտի կորչեմ, թող կորչեմ»։ Եվ Աստված նրա քաջությունը օգտագործեց ամբողջ ազգին փրկելու համար։ Հավատացյալները միշտ էլ տառապել են, բայց երբեք չեն պարտվել։ Պատմությունը լի է նահատակներով, ովքեր մահն ընտրեցին հրաժարումից գերադասելով։ Տղամարդիկ եւ կանայք, ովքեր հասկանում էին, որ որոշ բաներ արժե մահանալ դրանց համար։ Եվ յուրաքանչյուր սերնդում նրանց արինը դարձավ եկեղեցու սերմը, նրանց քաջությունը ոգեշնչեց մյուսներին, նրանց վկայությունը հնչեց ժամանակի միջով, եւ երկինքը նրանց ընդունեց որպես հաղթողներ, ոչ թե զոհեր։ Սկզբում նրանք կծաղրեն քո համոզմունքները, հետո կմեկուսացնեն քեզ։ Վերջում նրանք կպահանջեն քո հավատարմությունը։ Բայց ահա թե ինչ չեն կարող անել նրանք։ Նրանք չեն կարող դիպչել քո ոգու։ Նրանք չեն կարող վերցնել քո հավատը։ Նրանք չեն կարող բաժանել քեզ Աստծո սիրուց։ Պողոսը գրել է. «Ով կարա մեզ բաժանել Քրիստոսի սիրուց»։ Տառապանքը, թե նեղությունը, թե հալածանքը, թե սուվը, թե մերկությունը, թե վտանգը, թե սուրը։ Այս ամենի մեջ մենք առավել քան հաղթողներ ենք նրա միջոցով, ով սիրեց մեզ։ Բայց նույնիսկ կրակի մեջ հավատը չի կարող այրվել։ Նույնիսկ շղթաների մեջ հոգին մնում է ազատ։ Նույնիսկ մահվան մեջ հավատացյալը գտնում է կյանք։ Եվ հենց Հիսուսն է մեզ տվել այս խոստումը Հայտնության գրքում գլուխ 2:10։ Մի վախեցիր այն բաներից, որ պատրաստվում ես տառապել։ Մնա հավատարիմ մինչև մահ, եւ ես քեզ կտամ կյանքի պսակը։ Հալածանքը իրական է։ Տառապանքը գալիս է, բայց գալիս է նաև պարգևը, եւ նրանց համար, ովքեր մնում են հավատարիմ, հավերժությունը կվկայի, որ դա արժեր։ Քաոսի մեջ, երբ խավարը կարծես ծածկում է երկիրը եւ գազանի համակարգը ավելի է սխմում իր բռի մեջ մարդկությանը, մի խումբ կհայտնվի։ Ոչ թե հզորների բանակ, ոչ էլ էլիտայի դաշինք, այլ սովորական մարդիկ, տղամարդիկ ու կանայք, երիտասարդներ ու ծերեր, ովքեր պարզապես հրաժարվեցին ծնկի գալ։ Նրանք սուպերհերոսներ չեն, նրանք կատարյալ չեն, բայց նրանք հավատարիմ են եւ նրանց անվանում են մնացորդ։ Մարգարե Մավաքյան տեսավերած։ Նա գրեց. «Այն ժամանակ Տիրոջը վախեցողները խոսեցին միմյանց հետ, եւ Տերը լսեց ու լսեց նրանց»։ Ուստի նրա առաջ հիշատակի գիրք գրվեց նրանց համար, ովքեր վախենում են Տիրոջից եւ խորում են նրա անվան մասին։ Ընդհանրական հավատուրացության մեջ, երբ մեծամասնությունը շեղվել էր, հավատարիմ մի քանիսը հավաքվեցին միասին։ Նրանք քաջալերում էին միմյանց, խոսում էին Աստծո խոստումների մասին, հիշում էին նրա խոսքը եւ Աստված ուշադրություն դարձրեց։ Նա գրանցեց նրանց անունները, նա նշանավորեց նրանց որպես իրենը։ Առաքյալ Հովհաննեսն էլ տեսավ նրանց։ Հայտնության 12-րդ գլխում նա նկարագրում է մնացորդին որպես նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները եւ պահում Հիսուս Քրիստոսի վկայությունը։ Նրանք չեն ճանաչվում իրենց ազգությամբ, հարստությամբ կամ դիրքով։ Նրանք ճանաչվում են իրենց հնազանդությամբ եւ վկայությամբ։ Նրանք չեն գնացել զիջումների։ Նրանք չեն հարմարվել։ Եվ թեև վիշապը ինքը սատանան պատերազմամողում նրանց դեմ, նրանք կանգնած են ամուր։ Պատկերացեք դա։ Ամբողջ աշխարհով մեկ ցրված հավատացյալները հավաքվում են գաղտնի։ Տներում, անտառներում, թաքնված վայրերում, ուր համակարգի աչքերը չեն հասնում։ Նրանք միասին աղոթում են։ Նրանք կիսում են քիչ ուտելիքը, որ ամեն։
Նրանք մոմի լույսի տակ կարդում են Սուրբ Գիրքը եւ խավարի մեջ նրանց հավատքը փայլում այնպես կրակ, որ հնարավոր չէ հանգցնել։ Նրանց շուրջը աշխարհը ընկնում է քաոսի, բռնության, վախի, շփոթության եւ հուսահատության մեջ։ Բայց մնացորդի մեջ այլ բան է տեղի ունենում զարթոնք։ Ոչ այն տեսակը, որ մարզադաշտեր ալցնում ու վերնագրեր դառնում, այլ այն, որ փոխում է սրտերը եւ ուժեղացնում հոգիները, այն, որ պատրաստում է ժողովրդին հավերժության համար եւ այդ վերջին օրերին Աստված անսովոր բան կկատարի։ Մարգարե Հովելն դա կանխատեսել էր դարեր առաջ, եւ հետո կլինի, որ իմ հոգին կթափեմ ամեն մարմնի վրա։ Ձեր որդիները եւ դուստրերը մարգարեություն կանեն, ձեր ծերերը երազներ կտեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան։ Սա հերու խոստում չէ, սա վերջին հեղեղումն է, Սուրբ Հոգու վերջին մեծ շարժումը Քրիստոսի վերադարձից առաջ։ Այն չի գա հարմանավետներին կամ ինքնաբավներին։ Այն կգա նրանց, ովքեր Աստծուն են պենչում, նրանց, ովքեր ամեն ինչ կորցրել են բացի իրենց հավատքից, նրանց, ովքեր աներևակայելի փորձությունների առաջ աղաղակում են ուժի համար։ Սուրբ Հոգին ուժ կտա մնացորդին կանգնելու, վկայելու, ճշմարտությունը հռչակելու, իվն եթե դա նրանց կյանքն արժենա։ Նա նրանց խոսքեր կտա ասելու, երբ նրանց իշխանությունների առաջ կանգնեցնեն։ Նա նրանց քաջություն կտա, երբ վախը սպառնա հաղթահարել նրանց։ Նա նրանց խաղաղություն կտա հալածանքների մեջ եւ կկնի քահարի նրանց նշելով, որ նրանք Աստծուն են պատկանում, պաշտպանված ոչ թե մարդկային ուժով, այլ աստվածային զորությամբ։ Աշխարհը կտեսնի քաոս, կառավարությունների փլուզում, տնտեսությունների անկում, պատերազմներ եւ պատերազմի լուրեր, սովեր, ժանտախտներ ու բնական աղետներ։ Նրանք կտեսնեն գազանի նշանը, որը կկիրառվի ավելի ու ավելի դաժանությամբ։ Նրանք կտեսնեն հավատացյալներին որսի ենթարկված, մեկուսացված եւ սպանված եւ կմտածեն, թե թշնամին հաղթել է։ Բայց հավատարիմները այլ բան կտեսնեն։ Նրանք կտեսնեն Աստծո ձեռքը գործի մեջ։ Նրանք կտեսնեն մարգարեության իրականացումը։ Նրանք կտեսնեն մնացորդի վերելքը ոչ թե ապստամբությամբ, այլ երկրպագությամբ, ոչ թե բռնությամբ, այլ անսասան հավատքով։ Եվ նրանք կհասկանան, որ վերջը պարտություն չէ։ Դա փրկություն է, թագավորը կա,